Ես մի հարց ունեմ բոլորիդ։ Ինչ կարող եմ ես ձեզ համար անել, պատրաստ եմ, որ դուք չգնաք բանկ եւ 20-25%-ով չվերցնեք վարկ։ Չանեք այդ բանը։ Դա ինքնասպանություն է, դա վատ է, դա կործանարար է, թունավոր է։ Ինքներդ ձեզ այդպիսի վատություն չանեք։ Ձեզնից այն անհասկացող մասին, որը որ տրամաբանական լեզուն չի հասկանում, ես ուզում եմ խնդրել չանել այդ բանը։ Խնդրանքով եմ ձեզ դիմում։ Մի արեք, ես ձեզ խնդրում եմ։ Ճանաչում եք ինձ, չեք ճանաչում, սիրում եք, ատում եք, համարում եք լավ մարդ, վատ մարդ։ Իմ մասին չի խոսքը։ Դա ձեր ֆինանսական ապագայի մասին է։ Այ լսեք իմ խնդրանքը։ Մի վերցրեք 24%-ով վարկ։ Իսկ ձեր մյուս մասին, որը բանական խոսքը ընկալում է եւ տրամաբանական ապացույցները կամ հիմնավորումները ընդունում է, ես ուզում եմ բերել մի օրինակ։ Warren Buffett-ը աշխարհի ամենահայտնի ներդրողն է։ Warren Buffett, ամերիկացի ներդրող։ Սկսել է ներդրում անել 10 տարեկանին։ Հիմա մոտենում է 100-ին։ 90 տարի այդ մարդը ներդրումներով է զբաղվել։ Իր ներդրումային ընկերությունը կոչվում է Berkshire Hathaway։ Այս Berkshire Hathaway ընկերությունը օրինակ տիրապետում է Coca-Cola-ի, ասենք 10% բաժնեմաս ունի Coca-Cola-ի, Apple-ի բաժնեմաս ունի։ Եվ Warren Buffett-ը, որը այդքան հանճարեղ ներդրող է համարվում, 90 տարվա ընթացքում միջին տարեկան իր եկամտաբերությունը, իր ներդրումների եկամտաբերությունը, գիտեք ինչ քանի տոկոս է եղել։ Սիրելի բարեկամներ, 20%։ Աշխարհի ամենալավ ներդրողը չի կարողացել միջինում ավելի շատ եկամուտ ստանալ, քան տարեկան 20%-ը միջինում։ Հիմա դուք գնում եք 20%-ով վարկ եք վերցնում։ Մտածեք, թե դա ինչ խելագարություն է։ Ձեր միջին արդյունավետությունը 20% չի լինելու, 10% էլ չի լինելու։ Դուք պիտի պայքարեք, որ այդ փողը չկորցնեք։ Դուք 0%-ի համար պիտի պայքարեք, ձեզից շատերը, որ ուղղակի ես դեռ չեմ խոսում այն մարդկանց մասին, որոնք վարկով գնում են այնպիսի բաներ, որ դրանից եկամուտ չի բերում, ասենք վարկով ռեմոնտ են անում։ Դա սարսափելի է։ Վերցրեք Warren Buffett-ի օրինակը եւ հրաժարվեք որևէ տեսակ վարկերից։ Եվ եթե չեք ուզում ընդունել իմ փաստարկները, ընդունեք իմ խնդրանքը։ Խոնարհաբար խնդրում եմ ձեզ, մի վերցրեք վարկ։ Ոչ մի տոկոսով, արտոնյալ վարկել մի վերցրեք, ոչ արտոնյալ վարկել մի վերցրեք, գյուղատնտեսական էլ մի վերցրեք, սպառողական էլ մի վերցրեք, վարկ մի վերցրեք։ Սա իմ խնդրանքն է ձեզ։ Հետո ինքներդ ձեզ շնորհակալություն կհայտնեք։ Տեսեք ինչ հեշտ բան եմ ասում։ Համարեք, ոչ մի բանկ վարկ չի տալի։ Ինձ երբ որ մեկ-մեկ դիմում են, ասում են սև ցուցակ եմ ընկել, ինչ անեմ, իմ խորհուրդն է բոլոր սև ցուցակ ընկած մարդկանց մնալ սև ցուցակում մինչև կյանքի վերջ։ Այսքանը։